Մեր շուրջը կան մարդիկ, ովքեր ընտրել են իրենց ճանապարհը, ստեղծելով փոքրիկ բիզնեսներ։ Ոմանք բացել են արագ սննդի կետեր, որտեղ ամեն օր սպասարկում են հաճախորդների ժպիտով, ոմանք զբաղվում են ջերմոցներով, աճեցնելով թարմ ու առողջ մթերքներ, իսկ մյուսները հիմնել են տեղադներ եւ այլն, հոգ տանելով մարդկանց առողջության մասին։ Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում փորձում է կայանալ ու առաջ գնալ։ Այստեղ ավակ խոհարարեմ, հասկվուտը սկսվել է հենց սկզբից մինի բիզնեսից, հետո տարեց տարի ընդլայնվել է, արդեն հասել է այս աստիճանի, այս կարգի բիզնեսի, որ արդեն մեծ ռեստորանային է հասել, կազմակերպում ենք ծնունդներ, որտեղ նաև ներկայանում են տուրիստներ, յուրաքանչյուր մարդ, եթե ցանկություն ունենա, եթե հնարավորություն ունենա առաջին դեպքում կարող է սկսել փոքր բիզնեսից, տարեց տարի ընդլայնել, հասնել բարձր աստիճանի։ Թե առաջի երթին հնարավորությունները մեծ գումարներից է կախված, որը մարդիկ պետք է այդ հնարավորությունը ունենան, հետո ցանկությունը թեկուզ եւ ցածր բիզնես սկսելու համար գումարներ է պետք մեզ իհարկե եւ նաեւ մեծ ցանկություն։ Եթե ցանկություն ունեցար, ամեն ինչի կհասնես։ Բիզնես աշխարհը տարբեր մարդկանց համար տարբեր նշանակություն ունի։ Ոմանց համար դա պարզապես եկամտի աղբյուր է, մյուսների համար երազանքի իրականացում։ Կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են մեծ ցանկությամբ եւ աշխատասիրությամբ, իսկ կան նաեւ նրանք, ովքեր իրենց ուժն ու եռանդն են ներդնում հույս ունենալով հասնել հաջողության։ Ամեն մեկն իր ճանապարհն ունի, բայց բոլորին միավորում է առաջ գնալու ցկտումը։ Կուզեմ խոսել այն մասին, ինչպես մարդը պետք է սկսե իր բիզնեսը ախակալակում եւ Նինոցմենդաում մեր ռեգիոնի համար սպეციფიչիսկի երկուսնարայոնն են այդ համար ես կուզեի մեր երկու խոսք խոսայի այդ մասին մեր երիտասարդները ընդհանրապես շատ պոտենցիալ ունին լավ գավագետ երիտասարդներ կան ավելի այսպես մարդիկ կան որոնք կուզեն իրենց բիզնեսը ստեղծել բայց բիզնես բնակավարում այդքան սպեցիալիստներ չեն։ Այդ համար իրանց կողմ չի ստացվում։ Սաղը գուզեն հեշտ փառ աշխատել, հեշտ փող աշխատել մի քիչ ուրիշ ձևի բանյատիա է։ Այդ համար պետք է մարդը ինչ-որ գիտելիքներ ունենան։ Բիզնեսը ստեղծելու համար ընդհանրապես ամենամեծ մինուսն է նիկե մեր երիտասարդության вообще մեր ժողովրդի մեջ փող է պետք։ Հատուց կսկսեն բիզնեսը, բայց ընդհանրապես բիզնեսը սկսելու համար փողը ընդհանրապես պետք չէ։ Փողը ամենավերջում է պետք։ Առաջինը պետք է իդեան, միտքը, գաղափարը, որ ինչ կուզես ստեղծել։ Օրինակ ես ստեղծել եմ ջերմոցային խազայստվա, չէ, մարդ կա կստեղծե, ասենք, մոյկա գշինը, մեկը հացի փուր, մեկը բաների գործարան, չէ, այդ է իդեան, որտից սկսես, որտից ինչի օրինակ դիպլիշնի խազայստվա, ինչի, ասենք, հացի փուր կամ եսի մեջ, այսինքն եթե կա կարիք, եթե շուկան կարիք ունի, այդ դուս պետք է գալ, դուս ու անցնել։ Բիզնեսը տարբեր ձևի կա փոքր բիզնես, կա միկրո բիզնես, կա սրեդնի, կա մեծ բիզնես։ Այդ ամեն ինչը պետք է մարդու ուղեղի մեջ աշխատի, ամենագրավին ինչն է, որտեղ այդ ամեն ինչը երբ գլխուդ մեջը գա առնես, այն ժամանակ պետք է обязательно создавать бизнес план։ Եթե բիզնես պլան չունես, քեզի բիզնեսը ստեղծելը շատ դժվար է։ Իրանն ինչ է ներկայացնում բիզնես պլանը։ Բիզնես պլանը ներկայացնում է որտեղից պետք է սկսես, որտեղ պետք է վերջացնես։ Փոքր բիզնեսը միայն աշխատանք չէ, այն նաև պատասխանատվություն է, համբերություն եւ հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Չնայած դժվարություններին շատերը չեն հանձնվում, քանի որ հասկանում են, հաջողությունը գալիս է ժամանակի ընթացքում, իսկ վերջում հենց այդ ցանկությունն ու նվիրվածությունն է, որ ձևավորում է ուժեղ ու կայացած բիզնեսներ։